Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Լրագրողներին այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդավանյանը։ Այս ամեն ինչի համար է արվում, եթե հայկական ժամանակ օրաթերթը պարզապես 3-վա 18:30-ի դրությամբ կարող է դատական նիստի ամբողջ ելքը կանխորոշել, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի եւ մյուս կողմից պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններով։ Հայկական ժամանակն ամբողջովին ասի, որ կալանքը պետք է երկարացվի։ Դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայնեցինք դրա մասին։ Դատավորը արտահայտեց իր որդովունքը, թե իբր ում տեղն եք դրել իրեն։ 100-ից 100 կանխատեսում կատարվեց, պարզվեց, ասել է նա։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խոզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը հայտարարություն է տարածել, որում ընդգծում է, որ Հայաստանում օրենքը եւ իշխանությունը վերածվել են իշխանավորի կամքը սպասարկող գործիքի։ Այսօր Հայաստանում պետական ապարատի ճնշումների ներքո շինծու մեղադրանքներով ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանդ վերցնում եւ թշնամաբար հաշվեհարդար տեսնում, հայտարարել է arczepiskoposը շշտելով։ Այսօրվա բանտախցերում հայտնված մարդիկ, որոնց մեն նաեւ իր հարազատ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին իրենց հավատքը, արժանապատվությունը, հայրենիքը պաշտպանող հայորդիներ են։ Եզրաս arczepiskopos-ը նշել է, որ վարչակազմի բացահայտ այս գործելավոճը չի տեղավորվում ոչ սահմանադրական, ոչ օրենսդրական, ոչ միջազգային, ոչ համամարտկային ու բարոյական արժեհամակարգի մեջ եւ հիշեցնում է անաստվածության տարիներ, երբ կեղծ մեղադրանքներով շինծու դատավարություն էին իրականացնում ու մարդկային ճակատագրեր խեղվում։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել է նրա կինը Լինդա Էուլջեքչյանը եւ փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Փաստաբանը հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում նշելով, որ 45-օրյա ընդմիջումից հետո Վիգեն Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին եւ կարճ զրույց ունեցել։ Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասալյակի, որը չի տրամադրվել։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստացել չնայած իր իրավիճակին, նրան որևէ բուժում կամ իրավական պաշտպանության միջոցներ չեն նշանակել, նշել է փաստաբանը։ Երևանում փողոց կանվանակոչվի ԽՍՀՄ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի անունով։ Այս մասին որոշում կայացվեց Երևանի ավականու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։ Օրակարգում այս հարցը չզեկուցվող էր, բայց հաստատվեց քվեարկությամբ։ Այսուհետ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի առաջին փողոցը առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ փակուղիներով կկրի հայ նշանավոր բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակ եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը։